Սիրելիներ, այսօրվա Աստծո խոսքի պատգամը վերցված է Հռոմեացիներին ուղված նամակից 8-րդ գլուխ 31-ից 39 համարներից է վերցված եւ վերնագիրն է հարցում քեզ համար։ Այո, հարցում քեզ համար, որի ընթացքում առիթ պիտի ունենաս մտածելու, խորհելու եւ նաեւ այո որոշում առնելու քո կյանքի մեջ։ Աստծո խոսքը մեզ նկարագրում է սատանային, թե ով է նա, նկարագրում է նրան որպես ստախոս, նկարագրում է նրան որպես բանսարքու, նկարագրում է նրան որպես նենգ մեկը, ով որ ամեն բան փորձում է անել, որ մարդուն խաբի, շփոթեցնի, հիասթափեցնի եւ կենթանի Աստծուց հեռացնի։ Եվ Աստծո խոսքն ասում է մինչեւ անգամ հեռացնի բոլոր նրանց, ովքեր որ ընտրված են Աստծո կողմից։ Սիրելիներ, մենք տեսնում ենք, որ նաև աշխարհը հոգևոր մարդկանց դեմ ուղված մեծ ճշումներ է գործադրում, մեծ ճշումներ, մեծ տագնապներ։ Այո, գիտենք, որ մենք բոլորս տարբեր դժվարություններով, նեղություններով անցնում ենք, թե հոգեկան ապրումներով, թե ֆիզիկական ապրումներով, թե նյութական ապրումներով, եւ տեսնում ենք շատ բաներ, որոնք որ կարող են ազդել մեր հոգևոր աշխարհի վրա, կարող են ազդեցություն թողնել մեզ վրա, մեզ սառեցնելով եւ Աստծուց հեռացնելով։ Շատ հետաքրքրական կերպով ծանոթացա մեկ զույգի հետ, ովքեր որ 40 տարուց ավել միասին ապրում են։ Եվ հրաշալի առիթ եղավ, որ հրավիրեցին իրենց տուն եւ գնացի եւ տեսա, որ տան կինը բավականին երկար ժամանակ ծանր հիվանդության եւ դժվարության մեջ է։ Եվ ամուսիններով երկուսով են ապրում այդ մեկ տան մեջ, եւ հետաքրքիր է, գիտեք ինչն էր, որ նման ծանր իրավիճակի մեջ, նման դժվարին իրավիճակի մեջ ինձ շատ մտքիս կպավ տվյալ ամուսնու վերաբերմունքը իր կնոջ հանդեպ։ Նկատեցի այդ ամուսնու մեծ սերը, որ ուներ իր կնոջ հանդեպ։ Նկատեցի այս ամուսնու համբերատարությունը, հավատարմությունը եւ միայն տեսնեք, թե ինչ տեսակ էր արտահայտվում իր կնոջ հանդեպ, նկարագրելով իր սերը, իր հոգատարությունը, իր ջերմությունը իր կնոջը ուղված։ Իսկապես մենք տեսնում ենք այստեղ մեկ կարևոր բան, որ մինչև անգամ կյանքի ամենադժվար եւ ծանր իրավիճակների մեջ մարդիկ մնում են իրար կողք կանգնած հավատարիմ մինչև վերջ։ Սիրելի եկեղեցի, այո, մեր կյանքում էլ կարող են լինել դժվարություններ, նեղություններ, հոգեկան բարդ ապրումներ, ֆիզիկական դժվարություններ, բայց մեկ կարևոր բան, որ Աստված ուզում է յուրաքանչյուր իր զավակից, սա հավատարմությունն է ուղված իրեն։ Սա վստահությունն է, որ թեկուզ եւ իմ կյանքի մեջ ես անցնում եմ ծանր իրավիճակներով եւ դժվարություններով, բայց մի բան վստահ եմ, որ իմ երկնավոր հայրը ինձ չի թողնելու։ Ես պատկանում եմ նրան, իմ անձը, իմ միտքը, իմ մարմինը, իմ հոգին Տիրոջինն է։ Անկախ նրանից ինչ դժվարություններ կհաղթահարեմ ես այսօր, ես մեկ բան գիտեմ։ Ես գիտեմ, թե ում եմ պատկանում։ Ես գիտեմ, թե ում զավակն եմ, եւ ես գիտեմ, թե ով է իմ հայրը, ով ինձ պատրաստ է օգնելու, առաջնորդելու եւ զորացնելու։ Հռոմեացիներին ուղված նամակը նկարագրում է եւ խոսում է օրենքի եւ շնորհքի մասին։ Խոսում է Աստծո մեծ շնորհքի մասին, որ մենք այո մենք փրկված ենք ոչ թե որովհետև մենք շատ լավն ենք, ոչ թե որովհետև մենք կայուն բնավորություն ունենք եւ ամուր ուժ ունենք եւ կարող ենք դիմակայել կյանքի տարբեր փորձություններին, այլ նկարագրում է մեկ կարևոր բան։ Այո մենք փրկված ենք, այո մենք կարողանում ենք հաղթահարել ամեն մի դժվարություն, ինչու, որովհետև Աստված մեզ ներսից զորացնում է, մեզ ներսից ամրացնում է եւ հաստատում է։ Հռոմեացիս նամակի հիմնական նպատակն է բացահայտել հավատքի եւ շնորհի դերը այն մարդկանց համար, ովքեր Քրիստոսով փրկագնված են։ Հռոմեացիս 8-րդ գլուխը սկսում է հետեւյալ նախադասությամբ. Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ
եղողների համար։ Այո, աշխարհը կարող է մեզ դատապարտել, աշխարհը կարող է մեզանից բամբասել, աշխարհը կարող է մեզ տարբեր ճնշումների ենթարկել, կարող է մեզնից չարախոսել, բայց մեկ կարևոր բան կա։ Մեր հավատքը, մեր հոգևոր կյանքը ունի ապահովագրություն Աստծո ներկայության մեջ։ Եվ այս համարից հետո սկսվում է մանրամասը բացատրել, թե ինչու դատապարտություն չկա նրանց համար, ովքեր գտնվում են Հիսուս Քրիստոսի մեջ։ Ուրեմն Հռոմեացիս 8-րդ գլուխ 31-ից 36 համարները ասում է, որ առաքյալը տալիս է 4 հռետորական հարց, եւ այս հարցերը իրենց մեջ կրում են իրավաբանական եւ փաստաբանական տարրեր։ Եվ այս 4 հարցերը ամրացնում են մեր հավատքը եւ մեզ տալիս են ներքին համոզում եւ վստահություն, որ Տերը մեզ հետ է։ Մեր հոգևոր հաղթանակը ապահովագրված է Աստծո սիրո մեջ, որը արտահայտվեց Քրիստոսի զոհաբերությամբ։ Ուրեմն քարոզի առաջի հատվածում խոսելու ենք Աստված մեր կողմն է։ Եվ 31-րդ, 32-րդ համարներն ասում է. «Արդ ինչ ասենք այս բաների մասին, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Նա, որ իր որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպես նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի»։ Ներկայացնում է Պողոս առաքյալը Աստծո զորությունը, Աստծո իշխանությունը, որ մենք պատկանում ենք նրան եւ որևէ մեկը չունի նման զորություն, որ կարողանա չեղարկել Աստծուց մեզ տրված փրկությունը։ Նաեւ շարունակելով բերում է փաստ այն մասին, որ իսկապես Աստված մեր կողմն է, մեզ համար է, մեր կողմից է, մեզ համար պայքարելու, եւ փաստը հետեւյալն է. նա իր որդին էլ չխնայեց։ Այո, Աստված մեր կողմն է, եւ մենք սովորաբար սիրում ենք փնտրել ապացույցներ, իսկ որն է փաստը։ Փաստը կայանում է նրանում, որ Աստված իր որդին էլ մեզ համար չխնայեց։ Աստված իր թանկագինը տվեց ինձ համար եւ քեզ համար, որպեսզի ես եւ դու հավիտենական կյանք ունենանք։ Հովանու ավետարան 10-րդ գլուխ 27-ից 29 համարներն ասում են, Տեր Հիսուս ասում է. «Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, եւ ես նրանց ճանաչում եմ, եւ նրանք գալիս են իմ ետևից, եւ նրանց հավիտենական կյանք եմ տալիս, եւ նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է, ոչ ոք չի կարող նրանց իմ հոր ձեռքիցը հափշտակել»։ Նկարագրում է Աստծո զորությունը, որ երբ որ դու իսկապես Քրիստոսինն ես պատկանում, ապա որևէ ուժ գոյություն չունի, որ մեզ կարողանա խլել, վերցնել, հեռացնել Աստծո ձեռքերի մեջից։ Եվ այստեղ կարևոր մեկ հարց կա. ինչպես պիտի իմանանք մենք Աստծունն ենք, թե չէ։ Ինչպես պիտի իմանանք, որ մենք իսկապես Աստծո զավակ ենք, փրկագնված Աստծմով, թե ոչ։ Սրան փաստ գոյություն ունի։ Սրան կարևոր կետ գոյություն ունի, սիրելիներ, որ մենք ուշադրություն պիտի դարձնենք։ Եվ առաջի հատվածն էր, որ ընթերցեցի։ Փաստը, որ դու Աստծո զավակն ես, հետևյալն է։ Տեր Հիսուս ասում է. «Իմ ոչխարները իմ ձայնը լսում են»։ Եթե դու Աստծո զավակ ես, եթե դու պատկանում ես Քրիստոսին, ապացույցը հետևյալն է. Աստծուն պատկանող անձը Աստծո ձայնը լսում է։ Այստեղ խոսքը չի գնում բառացի բարձրաձայն ձայնի։ Աստծո ձայնը լսում է, նա ճանաչում է Աստծո կամքը, հասկանում է Աստծո միտքը Աստծո կենթանի խոսքի միջոցով։ Նա անցալում է, նա գիտի, նա փափագում է Աստծո ձայնը լսելու։ Ով որ պատկանում է Աստծուն, նա լսում է Աստծո խոսքը, նա փափագում է Աստծո կենթանի խոսքին։ Եվ երկրորդ փաստը. ես նրանց ճանաչում եմ, եւ նրանք գալիս են իմ ետևից։ Առաջինը
նա լսում է իմ ձայնը, երկրորդը ես ճանաչում եմ նրան։ Հնարավոր է որ դու ճանաչես Աստծուն, բայց Աստված ասի ես քեզ չեմ ճանաչում։ Ես չգիտեմ թե ով ես դու։ Դու կարող ես Աստծո անունից ներկայանալ, դու կարող ես Աստծո մասին խոսել, բայց քո կյանքդ համապատասխան եւ համահունչ չլինի Աստծո խոսքի էությանը։ Եվ դրանից ելնելով Աստված ասի ես քեզ չեմ ճանաչում, ես չգիտեմ թե ով ես։ Հետո ինչ որ իմ անունից բաներ ես խոսում։ Այո, դու կարող ես լսել Աստծո ձայնը, բայց չգնալ Աստծո հետևից, բայց չքայլել այդ ձայնին համապատասխան կերպով։ Ուրեմն Աստծո զավակները նրանք են, ովքեր որ Աստծո խոսքի միջոցով լսում են Աստծո ձայնը, ովքեր որ ճանաչված են Քրիստոսի կողմից եւ ովքեր որ հետևում են Աստծուն։ Մատթեոս ավետարան 10-րդ գլուխ 28-րդ համարը ասում է. Եվ մի վախեցեք նրանցից, որ մարմին են սպանում եւ հոգին չեն կարող սպանել, բայց ավելի վախեցեք նրանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մեջ։ Նկարագրում է, որ այո կա ընդդիմություն եւ կա պայքար ուղված մեզ դեմ, բայց մեկ կարևոր բան, թեև մարդկանց հաջողի մեր անձը վնասել, մինչև անգամ մեզ սպանել, բայց մեկ կարևոր բան, նրանք իշխանություն չունեն մեր հոգիների վրա։ Այլ ասում է առավել վախեցեք նրանից, ով իշխանություն ունի թե ձեր մարմինների վրա եւ թե ձեր հոգիների վրա։ Ուրեմն իմացեք, թե ինչպիսի մեծ զորություն եւ իշխանություն ունի Աստված մեր կյանքի մեջ։ Մենք Աստծո շնորհին ապավինելով անհաղթահարելի ենք, քանի որ մեր արդարացումը Աստծուց է եւ ոչ մի դատապարտություն կամ հակառակություն չի կարող մեզ կործանել։ Երկրորդը, Աստված արդարացնում է։ Ով է, որ Աստծո ընտրյալներին մեղադրելու է։ Աստված է, որ արդարացնում է։ Այս համարը քրիստոնեական աստվածաբանության ամենահզոր իրավաբանական ձևակերպումներից մեկն է։ Պողոս առաքյալը այստեղ օգտագործում է դատական տերմինաբանություն, ցույց տալու համար հավատացյալի հոգևոր անվտանգությունը։ Ով է, որ Աստծո ընտրյալներին մեղադրելու է։ Աստված է, որ արդարացնում է։ Այստեղ Պողոս առաքյալը Աստծուն ներկայացնում է որպես պաշտպան։ Մեղադրողը համարվում է Սատանան, որի անունը հենց նշանակում է զրպարտիչ կամ մեղադրող։ Նա մատնացույց է անում մարդու թերությունները, մեղքերը ու անկատարությունը։ Այո, երբեմն մարդիկ խաբված են լինում Սատանայի կողմից եւ անընդհատ տառապում են։ Սատանան մարդու կյանքի ֆոկուսը, այսպես ասած, կենտրոնացնում է մեկ կեղտի վրա, մեկ խնդրի վրա, մեկ մեղքի վրա, մեկ հարցի վրա եւ տարիներով տառապեցնել է տալիս անձին այդ հարցի վրա։ Իսկ Աստված ինչ է անում, մեր կյանքի ֆոկուսը ավելի հեռացնում է եւ մենք կարողանում ենք կյանքը տեսնել ավելի լայն շրջանակի մեջ։ Եվ մենք կարողանում ենք ավելի խորը դիտարկել կյանքը, հավատքի կյանքը, եւ Աստված է, որ օգնում է մեզ այս հարցում։ Աստծո խոսքը, սիրելիներ, ասում է Սաղմոս 32:3-6 համարներում. Երբ որ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեց իմ ամեն օր հառաչելովը, որովհետև ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, իմ թացությունը ամառվան չորություն դարձավ։ Ես մեղքս հայտնեցի քեզ եւ անօրենությունս չթաքցրեցի քեզանից։ Ասեցի, թե անօրենությունս խոստովանեմ Տիրոջը եւ դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ Դու թողեցիր ինձ, դու ներեցիր ինձ։ Ուրեմն եթե Տերը ներեց, այլևս պետք չունես նորից հետ գնալու, նորից հիշելու, նորից անդրադառնալու, նորից քեզ մեղադրելու, որովհետև Աստված քեզ ներեց, Տերը քեզ արդարացեց, Տերը քեզ տվեց այդ խաղաղությունը։ Եվ հաջորդ համարը Եսայա 44:22 համարն ասում է. Ես մեգի պես ջնջել եմ քո հանցանքները եւ ամպի պես քո մեղքերը, դարձիր դեպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ։ Քո մեղքերը ջնջել եմ ամպի պես
այլևս նա գոյություն չունի, այլևս դու նոր անձ ես հանդիսանում Քրիստոսով, ուրեմն թույլ մի տուր, որ սատանան քեզ խաբի։ Հաջորդը խոսում է Աստծո վճռի անբեկանելի լինելու մասին։ Քանի որ չկա որևէ մեկը, ում մեղադրանքը կունենա իրավական ուժ, այն դեպքում եւ գերագույն դատավորը արդեն տվել է իր վճիռը եւ մեզ արդարացրել է։ Եթե Տերը ինձ արդարացրել է եւ ներել է, ովքեր են մարդիկ, որ ինձ կարող են նորից ու նորից մեղադրել, նորից ու նորից ինձ դատապարտել, նորից ու նորից ինձ հիշեցնել իմ անցյալը։ Սրանից 2 տարի առաջ մոտավորապես մեկ անձի հետ էի խոսում, ով ժամանակին բանտ էր նստել եւ մի փոքր նեղված խոսում էր, որ ասում է շարունակաբար մարդիկ իմ մեջ հանցագործ են տեսնում։ Ես բանտից դուրս եմ եկել քանի տարի, բայց կողքի մարդիկ ինձ անդադ դիտարկում են որպես հանցագործ, որպես մեղավոր։ Ու ասում եմ, ես մի անգամ իրանց ասեցի, որ ես արդեն իմ մեղքի պատիժը կրել եմ։ Ու որևէ մեկի իրավունք չունեք ինձ նորից ու նորից մեղադրեք մեկ բանի մեջ։ Ես արդեն այդ պատիժը կրել եմ։ Ես արդեն դուրս եմ եկել այդ իրավիճակից, բայց դեռևս ինձ դիտարկում եք այլ աչքերով։ Այո, երբեմն մեր շուրջը գտնվող մարդիկ կան, ովքեր որ մեղքից դուրս են գալի եւ գտնվում են Աստծո մեջ, բայց երբեմն մենք մատնացույց ենք անում այդ մարդկանց ու ասում ենք, որ սա հիշում եք ով էր, սա այս տեսակ մեկն էր։ Սակայն մենք պետք ունենք հետևյալը, եթե Տերը այլևս չի հիշում տվյալ անձի մեղքը, իսկ ինչու ենք մենք անընդհատ նորից ու նորից փորձում հիշեցնել եւ ցավեցնել այդ մարդկանց։ Եկեք միասին աղոթող լինենք բոլոր այդ մարդկանց համար։ Հիշեք, մարդկային քննադատությունը կամ չարախոսությունը ուժ չունեն Աստծո սիրո եւ նրա տված փրկության դեմ։ Երրորդը միակ բարեխոսը 34-րդ համարը ով է որ դատապարտելու է Քրիստոս Հիսուսը որ մեռավ ավելին որ հարություն էլ առավ Աստծո աջ կողմում է եւ մեզ համար բարեխոսել է Պողոս առաքյալը ներկայացնում է մեր տրամաբանական փաստաբանական շղթա թե ինչու հավատացյալը չպետք է վախենա դատապարտությունից Ով է որ դատապարտելու է, շատ կարևոր հարց։ Ով է որ դատապարտելու է։ Պողոսն ասում է, որ եթե Աստված գերագույն դատավորը արդարացրել է մեզ, ապա ոչ մի այլ էակ, լինի դա սատանան, մարդիկ կամ մեր սեփական անգամ խիղճը, իրավասություն չունեն մեզ մեղավոր ճանաչելու։ Քրիստոս Հիսուսը որ մեռավ եւ հարություն էլ առավ, այստեղ տրվում է արդարացման իրավական հիմքը։ Քրիստոս մահացավ։ Քրիստոսը վճարեց մեր մեղքի պատիժը։ Մենք մեղավոր էինք եւ այս մեղքի պատճառով մենք պիտի մեռնեինք, մենք պիտի պատիժը կրեինք, բայց Քրիստոս Հիսուսին ընդունելով նա մեր մեղքերը վերցրեց իր վրա եւ ինքը մեր պատիժը կրեց, ինքը մահացավ եւ սա առիթ դարձավ մեր արդարանալուն։ Եվ նա հարություն առավ։ Սա ապացույցն է, որ Աստված ընդունեց Քրիստոսի զոհը։ Աստված ընդունեց Քրիստոսի զոհը։ Հարությունը հաղթանակ է մահվան եւ մեղքի նկատմամբ։ Հաջորդը Աստծո աջ կողմում է եւ մեզ համար բարեխոսում է։ Սա մատնանշում է Քրիստոսի իշխանությունը եւ նրա փառքը։ Մեր Փրկիչը ոչ թե պարզապես պատմական դեմք է, այլ տիեզերքի կառավարիչը, ով ունի բոլոր լիազորությունները մեզ պաշտպանելու համար։ Նա բարեխոս է, միջնորդ է նա։ Սա նշանակում է, որ Քրիստոսը այս պահին էլ ներկայանում է Հոր առաջ որպես մեր պաշտպանը։ Այսինքն բոլոր նրանց պաշտպանը, ովքեր որ Տեր Հիսուս Քրիստոսին ընդունել են իրենց սրտի մեջ որպես իրենց Տերը եւ Փրկիչը։ Ուրեմն եթե դու Տեր Հիսուս Քրիստոսին չես ընդունել որպես քո Տերը եւ Փրկիչը, ապա դու գտնվում ես հոգևոր վտանգի տակ եւ պետք ունես ճանաչելու նրան եւ ընդունելու նրան։ Տեր Հիսուս հավիտյան
չի հիշեցնում մեզ մեր կատարած մեղքերը, այլ հավիտյան մեզ հիշեցնում է իր թափած արյունը, որ թափեց յուրաքանչյուրիս համար։ 35-ից 39 համարները, որը խոսում է Աստծո սիրո զորության մասին։ Աստծո սիրո զորության մասին։ Այո, Աստված պաշտպանում է մեր հոգևոր կյանքը, եւ այստեղ կարևոր մեկ բան եւս կա։ Այս հատվածը համարվում է ողջ Աստվածաշնչի ամենահզոր եւ հաղթական եզրափակումներից մեկը։ Եթե նախորդ համարներում Պողոսը խոսում էր իրական արդարացման մասին, ապա այստեղ նա անցնում է անձնական սիրո եւ հավատարմության թեմային։ Քրիստոնյայի սիրո փաստը 35 եւ 36-րդ համարները հետեւյալն է. Արդ Քրիստոսի սիրուց մեզ ով կբաժանի։ Քրիստոնյայի սիրո փաստն է ներկայացնում, որ ուղղված է դեպի Աստված։ Այո, շատերն են ասում ես սիրում եմ Աստծուն։ Հապա կարևոր մեկ բան կա, ուր է փաստը, որ սիրում ես Աստծուն։ Եվ այստեղ Պողոս առաքյալ նկարագրում է այն փաստը, որ հավատացյալները սիրում են նրան։ Ուրեմն հետևյալն է. Արդ Քրիստոսի սիրուց մեզ ով կբաժանի։ Տառապանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերկությունը, վտանգը, սուրը։ Որևէ տառապանք չի կարող բաժանել Աստծո զավակին իր երկնավոր հորից։ 36-րդ համարն ասում է. ինչպես որ գրված է, ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք եւ որպես մորթվելու ոչխար համարվեցինք։ Բերվում է փաստ, որ հիմա ներկայում մենք մորթվելու ոչխարի պես ենք, տառապում ենք, հալածվում ենք եւ դա այն փաստն է, որ մենք սիրում ենք Աստծուն։ Այսինքն որևէ բան հավատացյալի եւ Աստծո միջև չի կարող խոչընդոտ հանդիսանալ, սիրելիներ, եթե դու դա չես ուզում։ Թեկուզ եւ տառապանքներ ունենաս, բայց դու կարողանում ես հաղթահարել բոլոր այդ դժվարությունները, որովհետեւ գիտես հոգեվոր կյանքը դա լայն ճանապարհ չէ, այլ նեղ ճանապարհ է, փշերով լեցուն, քարքարոտ ճանապարհ է, բայց մեկ կարևոր բան, բոլոր այս ճանապարհի ընթացքում Աստծո ներկայությունը քեզ հետ է։ Քեզ առաջնորդելու, քեզ զորացնելու, քեզ ամրացնելու, քեզ ներքին հույս տալու, ամրացնելու, հաստատելու, ոտքի կանգնեցնելու եւ առաջնորդելու, քայլելու մինչեւ դեպի Աստված։ Առավել եւս հաղթում ենք, բայց այս բոլոր բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց։ Ուրեմն մեր հաղթանակը ունի հիմք։ Եվ այդ հիմքը մեր ֆիզիկական ուժը չէ։ Այդ հիմքը մեր մտքի ուժը չէ։ Ոչ էլ մեր սերն է ուղղված դեպի առաստված, այլ հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց։ Մենք հաղթում ենք նրա միջոցով։ Ոչ թե մենք հաղթում ենք, որովհետև շատ լավն ենք կամ շատ ուժեղ ենք, այլ մենք հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց։ Եվ սա շատ հրաշալի է։ Այստեղ սերը նշվում է ոչ թե որպես զգացմունք, այլ որպես մի հաղթող ուժ։ Աստծո սերը մեզ զորացնում է, որպեսզի չկոտրվենք, չհիասթափվենք, այլ առավել լցվենք հույսով, հավատքով, վստահությամբ, որ մենք կհաղթենք, որ մենք զորավոր կգտնվենք։ Աստծո զորավոր սիրո անհաղթահարելի լինելու փաստը 38 եւ 39 համարներն ասում է, որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս եւ ոչ գալիք բաները, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ էլ արարված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Միշտ չէ, որ Աստված մեզ ազատում է դժվարություններից, բայց Աստված միշտ մեզ զորացնում է մեր դժվարությունների մեջ եւ առաջնորդում է մեզ, որպեսզի նա կարողանանք հաղթենք մեր կյանքում։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 1-ի համարը ասում էր. ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Ինչ է սա նշանակում։ Քրիստոսով սկսված կյանքը ավարտվում է
հաղթանակով։ Եթե ճշմարտապես Քրիստոսով ես, եթե ճշմարտապես դու գտնվում ես Քրիստոսի մեջ, ապա հաղթող պիտի գտնվես։ Որովհետև Աստծո սերը Քրիստոսի մեջ անբաժանելի է եւ հավիտենական։ Եթե մեկը երկրի վրա Քրիստոսի մեջ չէ, ապա երկնքում էլ դուրսը կգտնվի։ Երկրի վրա քո կարգավիճակը երկնքում արձագանք կունենա։ Եթե դու այստեղ դուրս ես գտնվում Քրիստոսից, եթե դու այստեղ դուրս ես գտնվում Քրիստոսի մարմնից, նրա եկեղեցուց, ապա նույն արձագանքը երկնքում կլինի։ Հայտնության մեջ ասում է 22-րդ գլուխ 15-րդ համարը. դրսում են շները, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները եւ ստություն սիրողը ու գործող բոլորը։ Դրսում են նրանք եւ մեջն են նրանք, ովքեր որ Քրիստոսի անբաժանելի մասն են, ովքեր որ Աստծո կենթանի խոսքով են ուղղորդվում եւ առաջնորդվում եւ Աստծո խոսքը բերում են իրենց կենցաղ եւ ամփոփելով սիրելիներ 31-ից 39 համարները հաստատում են, որ ոչ մի հակառակվող, ոչ մի մեղադրող, ոչ մի դատապարտող, ոչ մի տառապանք, ոչ մի փորձություն, ոչ էլ որևէ ստեղծված բան չի կարող խախտել այն փրկությունը, որ սկսվել է Աստծո սիրո միջոցով, որի ապացույցը Տեր Հիսուս Քրիստոսն է, որովհետև նա մեր կողմն է, մեզ արդարացնողն է, մեր բարեխոսն է եւ մենք հաղթում ենք Աստծո սիրո շնորհի միջոցով, ով մեզ սիրեց եւ իր որդուն որպես փրկագին տվեց մեզ փրկելու համար։ Ամեն Աստծո խոսքի։ Տերը թող օրհնի, զորացնի եւ հաստատի եւ այս ներքին վստահությունը տա, որ մենք Տիրոջինն ենք եւ դրա փաստը մեկն է, սիրելիներ, լսել, ճանաչվել Աստծո կողմից եւ հետևել նրան։ Տերը ամրացնի մեր հավատքի կյանքը եւ առաջնորդի իրեն հավատարիմ լինելու։ Ամեն։